Բարեձեզ, մենք ուղիղ եթերում ենք, մեզ կարող եք հետևել Հայելի ակումբի եւ Անժելա Թովմասյան YouTube-յան էջերով։ Իմ հյուրն է ավանդույթի համաձայն Էդգար Ղազարյանը։ Բարեձեզ, պարոն Ղազարյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ։ Բավականին թե շաբաթ էր անցած շաբաթ, Ցեղասպանության 110 ամյակի տարելիցն էր։ Դրոշի այրում տեղի ունեցավ, մի շարք հայտարարություններ տեղի ունեցան, մենք դրանից հետո առաջ ենք ունեցել պարոն Ղազարյանի հետ հանդիպելու, այդ թեմայի մասին ենք խոսելու, բայց շաբաթը ողբերգական տեղի ունեցավ, բանակում մենք նորից կորուստ ունեցանք, սա մի տեսակ արդեն մեր իրականության մեջ դարձել է քրոնիկա, այն աղմկող, բանակում սա, նա այդ աղմկող արևմտանում այդ բոմժակույտերից ոնց որ թե ձայն չկա, որովհետև այդ պատվերը չկար, կար ժամանակին պատվեր 20 տարի շարունակ, կար այդպիսի պատվեր, բանակի դեմ ուղղակի հստակ ընդգծված արշավ, եւ այդ արշավի կարևոր բաներից մեկն էր, որ այդ բանակը սա մահեր են, սա է տեղին ունեն, նա է տեղին, իսկ հիմա այսպես լուր քրոնիկա արձանագրում են, մահ տեղի ունեցավ եւ գնաց իմիջայլոց մի երկու օր առաջ այսպես Facebook-ում աչքովս ընկավ Սուրեն Պապիկյանի կինը նկար էր հրապարակել իր փոքր դուստրը ինչ որ տորթ է ինչ էր դիմացի կանգնած թե մենք ինչ լավ հրաշալի հայրիկ ունենք ինչ որ բրենդային բանել հագցրած աղջիկ ջան երևում է որ չտես այս իրականությունից կտրված մի հատ փոքրիկ բոմժուհի ես դու ընդամենը ու գիտեք չէ հենց այդ օրերին էր այդ մահվան բանը քո ամուսինը ի պաշտոն է ոչ միայն պատասխանատու է այդ քո լակոտի համար հազար ներողություն, բայց լակոտի համար իհարկե այդ լակոտը մեղք չունի, որ ձեր տանն ածնվե գոնե մի քիչ բան ամոթ ունեցեք, էլի, գոնե մի քիչ հասկանալի է, որ դուք բարոյականություն չունեք, դաստիարակություն չունեք, մեկ սենց ամոթի բան ձեզ մոտ կա, ու այդպիսի անամոթ հրապարակումներ մի արեք։ Պարզա, որ ոչ ամուսինդ ուղեղ ունի, ոչ էլ դու, չգիտեմ, տանը եթե մեծեր կան, գոնե զգուշացնեն, ասեն անբարոյականություն է այնտեղ, որտեղ որ ի պաշտոն է վեր անգած այդ չգիտեմ որտեղից բանը դանակ քաշող սուրո չէ դանակ քաշող էր չէ դա դրանով ամենակ հայտնի եղել զինծառայության ընթացքում դանակը հարել է սպային դատապարտվել է ազատազրկման պատժը կրել է նորբարաշեն հիմնարկում ազատվել է համաներման ահա այդ մարդու ժամանակ հիմա մենք տարածքները հանձնվում ինչ որ մահեր բանակում չգիտեմ սպանություններ անverջ բաներ դիրքերի հանձնում բանես ավիրված բանակ եւ դրա ֆոնին բան ինչ որ բրենդային իր արևին բանա հագցնում այդ լակոտին ու տակը գրում է թե papan իրանց չգիտեմ ինչա ձեր papan վռնդելու papa야 ձեր papan ցեղասպան խմբավորման մի բանա անդամա մասնակից է ձեր papayi ժամանակ հրաժարվել են Արցախին ձեր papayi ժամանակ տվել են տարածքներ ձեր papayi ժամանակ դատարկել են Արցախը եւ այսպես շարունակ ուղղակի տես բան պահի տակ հիշեցի ասում եմ եթե նեց այդ parza այս աղջիկը ոչ բարոյականություն ունի ոչ դաստիարակություն ունի չտես մի հատ ողորմելի մարդու կա ինչ որ բանի է մի բան բախտի բերման պատահմամբ հայտնվել եք այնտեղ չնայած չէ բախտի բերման պատահմամբ չէ հիշեք դուք Ալենի մաման կլինի Նիկոլի եղբայրները կլինեն Սուրեն Պապիկյանի կինը կլինի Ալենի կանայքին կիննա չգիտեմ ընկերի ով ուզում է լինի բոլոր հարազատներդ հիշեք ոչ թե որևէ արժանիքի համար եք դուք հայտնվել այդ տեղում դուք հայտնվել եք նրա համար որտեղ դուք արյան կանչով պիղծ եք արյան կանչով դավաճան եք արյան կանչով հակահայ եք եւ թշնամի տականք թուրքը ադրբեջանցին ժամանակի ընթացքում ուսումնասիրել է գտել է աղբակույտից այդ վիժվածքներին եւ օգնել է որ ձեզ բերի իշխանության